Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիան ապահովելու համար։ Ինչ ծրագրեր են իրականացվելու։ Կոնկրետ որ ոլորտում են աշխատանքներ տարվելու։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արման Եղոյանն ասում է, նշված գումարի չափն անգամ դեռ հաստատ չէ։ Այդ հնչեցված թիվը ինքը տենց ակումուլատիվ թիվ է, որը կարող լինի տարբեր ըստ Եվրամիության համապատասխան պաշտոնյայի հաշվարկի տարբեր ծրագրերի, այդ թվում եւ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի եւ ապագայում սպասվելիք ինչ-որ ծրագրերի հանրագումար։ Մինչդեռ Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարտակոսը հայտարարել է, որ 500 միլիոն եվրոն կտրամադրվի եւ միջոցները կուղղվեն Հայաստանի էլեկտրացանցը վրացական ցանցին միացնելուն, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծերի ուղղությամբ աշխատանքներին։ Ինչու է գործարկվում այս նախագիծը։ Ինչու՞, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից։ Եվ սա, գիտեք, գալիս է նաև մեր փորձառությունից։ Մենք այժմ ունենք հատուկ էներգետիկ ծրագրեր Մոլդովայի, Ուկրաինայի եւ նաև մեզ համար։ Ինչ փորձառության մասին է խոսում Կոսը։ Նախկինում Եվրամիությունը Մոլդովային տրամադրել է 100 միլիոնավոր եվրոների ֆինանսական փաթեթ, որի մի մասն ուղղվել է բնակչության էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների սուբսիդավորմանը, գների աճից հնարավոր սոցիալական ճգնաժամը կանխելու համար։ Այդ սուբսիդավորման ծրագիրն ավարտվում է ընթացիկ տարվա դեկտեմբերին, մոտ 2 շաբաթից։ Այսինքն սուբսիդավորումն ավարտվում է ընտրական տարվա ավարտին զուգահեռ։ Արման Աբովյանը կարծում է, ծրագիրն ունի քաղաքական նպատակ Մոլդովան ինտեգրել եվրոպական էներգետիկ շուկային եւ նվազեցնել Ռուսաստանի էներգետիկ ու քաղաքական ազդեցությունը երկրի վրա։ Այստեղ նպատակը դրված չի Հայաստանին ավելի ուժեղացնել էներգետիկ ոլորտում, հակառակը թույլատրել եւ Հայաստանին մտցնել այսպես կոչված էներգետիկ թուրքական միջանցք։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ հետևյալը, որ սա շատ պրագմատիկ, շատ ուղիղ, շատ ակնհայտ քաղաքական պրոյեկտներ են իրականանում, որոնք տեղավորվում են արևելք-արևմուտք պայքարի կոնտեքստում։ Ըստ Աբովյանի, հնարավոր է սուբսիդավորվի հայ սպառողների էլեկտրաէներգիան, գների նվազեցումը վերագրելով գործող իշխանությանը, իսկ ընտրություններից հետո տեղի ունենան կտրուկ գնային փոփոխություններ։ Իր հերթին Արման Եղոյանը նշում է, ցանկացած աջակցություն դրական ազդեցություն է ունենում Հայաստանի վրա եւ կախվածություն չի առաջացնում Եվրամիությունից։ Ինչ կախվածության մա, այսինքն ոչ մեկ պետք է չշփվենք այդ դեպքում։ Մարտակոսի Հայաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ հայտարարությանն անդրադարձել է նաև Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով եվրոպականացման անվան տակ Հայաստանի իշխանությունը երկիրը տանում է Թուրքիայից էներգետիկ կախվածության։ Հայաստանը էներգետիկ առումով ինքնաբավ երկիր է, դեռ ավելին արտահանում է Վրաստան եւ Պարսկաստան։ Այդ դեպքում ինչ կարիք կա Թուրքիայի հետ էներգագծերն ապահովելու, որ Թուրքիայից էլեկտրաէներգիա ստանան, երբ կարող է ստանալ, երբ որ պահանջարկը լինի, երբ Հայաստանում էներգետիկայի պահանջը, էլեկտրաէներգիայի պահանջարկը լինի, երբ խոշորագույն էլեկտրաէներգիա արտադրող հայկական ատոմակայանը այլևս չգործի։ Էներգետիկ դիվերսիֆիկացիան ըստ ընդդիմադիրների կարող է ունենալ հակառակ ազդեցություն։ Հայաստանը կանգնելու է ընտրության առաջ շարունակել գործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում, թե փոխարինել այն այլ էներգետիկ ուղղությամբ։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։